Մենք անկանխիկի խթանման քաղաքականությամբ հետ էլ է պետք է հաշվի առնել։ Մարդը երբ որ տեսնում է հիմա նաև մյուս որոշումներով, երբ որ տեսնի, որ ինքը անկանխիկ առևտրի դեպքում ավելի մեծ առավելություններ է ստանալու, արդեն նանակով փոխանցվի, իսկ այստեղ անկանխիկ եղանակը արդեն ստվերայնությունը պայմանական կարա լինի միայն եւ առաջիկայում իմիջիալոց հույս ունեմ, որ մենք առաջիկայում ՊԵԿ-ը եւ կենտրոնական բանկը այն հարցը կլուծեն, որ անկանխիկ առևտրի դեպքում ՀԴՄ-ների գեներացման ինչ են կարել դրա հետ կապված մի բան արել ենք։ Պատկերացրիք ինչի մասին է խոսքը, որ անկանխիկի պարագայում մի հատ լրացուցիչ ՀԴՄ քարտ դուրս գրելու կարիք չլինել, միանգամից ավտոմատ գեներացվի եւ այդ քարտի կտրոնը եւ ՀԴՄ կտրոնը։ Կոնցեպտը քննարկել ենք, հիմա տեխնիկական առաջադրանքի վրա ենք աշխատում ու առաջիկայում բերելու ենք քննարկման, պարոն Վարչապետ։ Արագ է պետք շարժվել, համեցեք։ Ես ամեն անգամ ասում եմ, բայց ուզում եմ կրկնել, որովհետև շատ կարևոր է այդ աշխատողին, որի աշխատավարձը գործատուն չի ձևակերպում, ինքը ուղղակի քայքայում է կյանքը այդ աշխատողի։ Ինչի, որովհետև այսօրվա իրականության մեջ այլևս մարդու սպառումը կախված է իր եկամուտի պատմությունից։ Այսինքն չձևակերպելով աշխատավարձ տալով կանխիկ, գործատուն աշխատողին զրկում է հիփոթեկից, զրկում է մեքենա գնելու հնարավորություն, նորմալ ապրելու հնարավորությունից։ Եվ այս իմաստով մեր քաղաքացիները, ովքեր որ ձևակերպված չեն, բայց աշխատում են, պիտի իմանան, որ իրանք խապված են եւ այսօրվա չձևակերպված եկամուտը վաղը իրանք կյանքը սարքելու է շատ ավելի անորակ, քան իրանք կարող են ունենալ։ Ներառյալ կենսաթոշակային հիմնադրամներին վճարումներով, որովհետեւ կൂട്ടակային կենսաթոշակներում, այսինքն այդ հաշվարկված աշխատավարձից է, չէ՞, փոխանցումներ արվում եւ այնտեղ այդ են գումարներն են, որ թոշակի անցնելուց հետո մարդիկ արդեն կենսաթոշակի ձևով պետքա հետ ստանան։ Սրա մասին պետքա շատ խոսենք, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, որովհետեւ էլի ստվերի, երբ որ խոսում ենք ստվերի չգրանցված աշխատավարձի մասին, մարդկանց թվում է մենք իրանց հետևից ենք ընկել։ Մենք իրանց հետևից չենք ընկել, մենք իրանց շահերից ենք ելնում եւ մեր գործողությունները իրենց շահերը սպասարկելու համար են ներառյալ։ Եթե մենք ուզում ենք պետական բյուջեի եկամուտները մեծացնենք, էտել է մարդկանց կյանքի իրանց շահերից է ելնում, որովհետեւ պետական բյուջեի միջոցը նշանակում է դպրոց, ճանապարհ, մանկապարտեզ եւ այլն ամեն ինչ։ Եվ հետեւաբար, գիտակ, մենք պետք է շատ խոսենք ու չվախենանք կրկնելուց, որովհետև մեզ թվում է, որ մի բան մի անգամ ասցինք, դե արդեն պարզ եղավ։ Ոչ, դա չի, պետք է անընդհատ խոսել, որովհետև թեմաները այդքան պարզ չեն։ Համեցեք, պարոն Թորոսյան։ Մի կարճ բան էլ, պարոն վարչապետ, եւ կൂട്ടակայինը եւ ստաժը ընդհանրապես, որտեվ 74-ից ներքև ծնվածների դեպքում էլ ստաժի հաշվարկի խնդիրներ են կողմում եւ հետո քաղաքացիները էլի գալիս դժգոհում են, ասում են ինչու իմ աշխատանքը չեք հաշվարկում ստաժում, բայց մի լավ լուր կա, ինձ թվում է մեր հազարավոր քաղաքացիները առողջության ապահովագրության ներդրումով պահանջելու են իրանց գործատուներից, որ իրանց իրական աշխատավարձերը արտացոլվեն, որտեվ դրանով ստանալու են մի մեծ առավելություն, որը հիմա չունեն։ Այսինքն նաև մեր քաղաքականությունները նպաստելու են, որ առնվազն գրանցվողների, եթե օրինակ իրենք իրականում ստանում են 300, բայց իրենց մոտ գրած է 75,000 դրամ մինիմալով, գնան եւ պահանջեն, որ իրենց իրական աշխատավարձը գրանցվի։ Այո, պարոն Խաչատրյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Մենք կենտրոնական բանկում մեր ֆիզիկական անձանց վարկավորման տեմպերը բանն էին քննարկում, ու այս վերջին 2 տարվա ընթացքում եւ հիպոթեկային վարկերի եւ սպառողական վարկերի աճը եւ վճարումները ամբողջը ածանցված է աշխատավարձ ստացող ֆորմալ գրանցված մարդկանց քանակից ու նաեւ այդ մարդկանց ռեալ գրանցված աշխատավարձերից ու ուրախալի բանն էլ զուգահեռաբար նա տեղ ունենում, օրինակ գրավատների գործունեությունը Հայաստանում չի աճում։ Գրավատների լիցենզիաներ են հանձնում, փակվում են այդ գրավատները, որտեղ գրավատունային կազմակերպության, որը թանկ է վաճառում իր ծառայությունները, տոկոսադրույքները բարձր են, մարդիկ, որ պատմություն չունեն, խնդիրներ ունեն, նորմալ վարկավորվելու գնում են այնտեղ, այսինքն էական փոփոխություններ է տեղի ունենում, որպես հետևանք այս աշխատակիցների աճի։ Մենք նաև նախկինում կառավարության նիստում կարծեմ հրապարակել ենք, որ ըստ էության
չսպասարկվող վարկերի առումով մենք պատմական մինիմումի շրջան ենք թևակողել, այսինքն երբևէ Հայաստանում այսքան քիչ չսպասարկվող պրոբլեմատիկ բանի առումով, տոկոսի առումով parza, որովհետև թվաբանականը հիմա վարկերի ծավալն էլ է ահռելի մեջ։ Այնպես որ բոլոր ինդիկատորները կան ասելու, ասենք թվերը մի տեղից չեն վերցնում, տարբեր տեղերից ինտեգրվելով տեսնում ենք, որ կա դինամիկա, ինչը չի նշանակում, որ խնդրեմ չկա։ Ես ընդհակառակը այս զարգացումները մենք պետք է այդել հասկանանք, էլի երբ որ մի խնդրեմի առաջ տեն շիվարած կանգնած ես, այդ մի խնդրեմի առաջ շիվարած կանգնած ես, երբ որ այդ խնդրեմը լուծեցիր, այդ խնդրեմի լուծումը իր հետ բերում է 10 նոր խնդրեմ։ Եվ հետեւաբար ընդհանրապես զարգացումը է դա։ Լուծեցիր խնդրեմ, ստեղծվեց նոր խնդրեմ, ու այդպես շարունակ, այս process-ը պետք է անընդհատ լինի։ Խնդրեմից զերծ իրավիճակը այդ իրավիճակի բացակայությունն է։